Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօր մենք կրկին հանդիպել ենք Գևորգ Մելիքյանի հետ, Գևորգին ներկայացնելու կարիք չկա, դուք արդեն շատ լավ ճանաչում եք, իսկ ովքեր չեն ճանաչում, նկարագրության մեջ գրենք ամբողջությամբ մեր Գևորգի ռիգալիաները, որ հանկարծ նոր մարդիկ բաց չթողեն։ Բարև Գևորգ։ Ողջույն առաջին։ Գևորգ, հիմա ամենաշատ քննարկվող հարցերից մեկն է արևմուտքի հետ հարաբերությունները, այն մարդիկ, ովքեր ոգևորվել են Փաշինյանի ելույթից, ասում են, որ Հայաստանը ձեռք է մեկնել արևմուտքին եւ հիմա արևմուտքը չի կարող այդ ձեռքը չբռնել։ Այն մարդիկ, ովքեր որ քննադատում են այդ ելույթը, ասում են, որ հատկապես ոչ մի բան էլ այնց չասեց։ Դու որ կողմին ես ավելի շատ իրավացի համարում, ես գիտեմ, որ դու ունես քո հատուկ կարծիքը եւ մեծ սիրով կլսենք։ Իհարկե ցավալի է, որ մենք հայտնվել ենք երկու ընտրության արանքում, այսինքն երկու ճամբար ունենք, որը խոսում է կամ մենք ընդհանրապես կործանված ենք, ոչինչ բան չի ստացվում, կամ ընդհանրապես հիմա մենք մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի ու կարիք չկա շատ երկար մտածել, կարևորը ճիշտ ելույթներ ունենալ։ Ճշմարտությունը երևի ոչ այնտեղ է, ոչ այնտեղ։ Խնդիրն այն է, որ դաշնակիցների ընտրությունը պիտի բխի շահերի ճիշտ ձևակերպման հիմքի վրա։ Եթե ավելի պարզ է, այսինքն դու պետք է հասկանաս, թե որ ուղղությամբ ես գնում եւ այդ ուղղությամբ գնալու համար քեզ ինչ է պետք։ Եթե նայենք, թե Հայաստանը որ ուղղությամբ է գնում, որպեսզի այդպես փորձենք հասկանալ, թե որն է Հայաստանի ճիշտ ընտրությունը։ Հասկանալի է, որ 91 թվականից, օրինակ, երբ Հայաստանը դուրս էր գալիս Խորհրդային Միությունից, տրամաբանական էր թվում, որ Հայաստանը պիտի գնա դեպի արևմուտք։ Եվ կարծես թե այդ առաջի քայլերը արվեցին։ Միացյալ Նահանգների հետ բավականին հետաքրքիր հարաբերություններ են զարգանում, Եվրոպայի երկրների հետ այն ժամանակ դեռևս մի փոքր այլ էր, Եվրամիություն դեռ չկար։ Եվ հարցը այն է, որ Հայաստանը միանգամից 91-92 թվականին նորից կտրուկ վերադարձ է անում դեպի Ռուսաստանի մաս, ճամբար, ԱՊՀ, ստեղծում է այդ Չարաբասիկ Ալմաթայի փաստաթուղթը, որին այդքան սիրում են հղում անել Հայաստանում, չգիտես ինչու, որից հետո ստեղծվում է ՀԱՊԿ 92-ին, դեռևս կազմակերպություն չէր, այլ միայն պայմանագիր էր, այնուհետև 2002-ին են ամրապնդում որպես կազմակերպություն, եւ այդպես շարունակ տարին տարվա վրա Հայաստանը ավելի ու ավելի շատ է մտնում ռուսական նախագծերի մեջ։ Եվ արևմուտքը բնականաբար լինելով ավելի ժողովրդավար իր մտածողության, տրամաբանության մեջ, ասում է լավ, ուրեմն սա Հայաստանի ընտրությունն է։ Ինչ կարող ենք ասել, երբ որ 30 տարի այդ պետությունը շարժում է այդ ուղղությամբ։ Միգուցե իրենք դա իրենց շահն է, միգուցե իրենք այդպես են տեսնում, միգուցե դա է իրենց համար ավելի հարմար։ Եվ 2005-ին, ինչքան է կարող տարօրինակ թվալ շատերի համար, այն ժամանակ ՆԱՏՕ-ի հետ որոշակի հարաբերությունները սկսեցին խորանալ։ Իհարկե, դա այնքան ձևական էր, որքան եւ դրանից հետո, բայց որոշակի տեղաշարժ կար դեպի արևմուտք, ստորագրվեցին մի որոշակի փաստաթղթեր դեպի Թուրքիա հարաբերությունների լավացման նորից միտումներ եղան, որից հետո դա իհարկե մարեց, որովհետեւ պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանի այդ քայլերը չէին կարող լինել իրական արևմուտքի հետ հարաբերություններ խորացնելու նպատակով, այլ պարզապես ուղղակի էլի ես հիմա խոսեմ դրա մասին, թե ինչն է շատերի համար եղել արևմուտքի հետ հարաբերություններ զարգացնելու կարևորությունը։ Այնուհետև Սերժ Սարգսյանի ժամանակ եւս արևելյան գործընկերության շրջանակում դա եղավ եւ թվում էր նորից էլի շատերը ողջավորված են, որ Հայաստանը փոխում է իր քաղաքական վեկտորը, այսուհետև այլևս կախվածություններ չեն լինելու Ռուսաստանից, Հայաստանը գնում է դեպի արևմուտք, մոտավորապես նույն դեժավյուները ոնց որ հիմա։ Իհարկե հիմա բնական է, որ կոնտեքստը շատ տարբեր է եւ այն ինչ որ տեղի է ունենում եւ գլոբալ առումով եւ տարածաշրջանային առումով դժվար է նույնությամբ համեմատել 2005, 2008, 2010 թվականների հետ, բայց հարցը հենց սա է, որ արդյոք Հայաստանը փոխել է իր շահերի ձևակերպումը եւ ինքը հիմա իրեն տեսնում է, որ այդ շահերի ապահովման, շահերը առաջ տանելու, սպասարկելու համար
պետք է գնալ արևմուտք, այսինքն ոչինչ ինքնանպատակ չի, հենց այնպես չի, քանի որ պետությունները ցանկացած պետություն ինքն իր համար ֆիքսում է իր տեսլականը, այսինքն ինչպես է ինքը տեսնում իրեն այս համատեքստում աշխարհակաղակական եւ ով կարող է լինել իր ընկերները, ըստ այդմ էլ արդեն որոշում են թե ովքեր են իր թշնամիները կամ հակառակորդները։ Հայաստանը այդ ձևակերպումները դեռ չի տվել եւ ռազմական առումով օրինակ համագործակցության սկիզբը նոր բան չի, այլ հարց է որ նախ պիտի արվեր 18 թվականից, բայց նաեւ այլ հարց է որ Հայաստանի ռազմական համագործակցությունը դեռևս չի նշանակում որ Հայաստանը դուրս է գալիս ցավով եմ ասում ռուսական նախագծերից Դրա համար նույն ելույթը, երբ որ ուշադիր լսենք, ապա կտեսնենք, որ այնտեղ հղում է արվում տարածաշրջանային կոնֆիգուրացիաներին։ Տարածաշրջանային կոնֆիգուրացիա կամ ռեգիոնալիզացիա ասելով հասկանում են այս տարածաշրջանում խաղացողների ազդեցության պահպանումը, մասնավորապես խոսքը Ռուսաստանի մասին է, Թուրքիայի, Իրանի մասին է, եւ դա արտահայտված է 3+3 ձևաչափի մեջ։ Եվ գիտեք, որ 1-2 օրից ես հիմա ճիշտ թիվը չեմ սխալ չասեմ, կարծեմ վաղը թե միսօրը Թեհրանում կանցկացվի 3+3-ի հանդիպումը արտգործնախարարների մակարդակով վերջին պահին Վրաստանը հրաժարվեց մասնակցելուց, որովհետև իրենք դեռևս դիմադրում են, դեռևս ունեն այդ հենց դա է տեսլականը, որի առումով իրենք դեմ են օրինակ 3+3-ին։ Հայաստանը այդ առումով որևէ խոչընդոտ չի տեսնում եւ հանդիպելու է Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարների հետ քննարկելու տարածաշրջանային համագործակցության հարցերը հայկական կողմը ասում է որ չի լինելու Արցախյան խնդիր, հավատում են որ Արցախյան խնդիր թերևս չի քննարկվելու, բայց խոսքը այն մասին է որ տարածաշրջանային այդ խաղացողները ամեն մեկ իր չափով քննարկում է թե ինչպես է պահպանելու իր ազդեցությունը այս տարածաշրջանում եւ ինչպես է անելու որպեսզի արտատարածաշրջանային խաղացողներ մուտք չունենան այստեղ չունենան ազդեցություն չուժեղացնեն իրենց ներկայությունը անկախ իրենց համագործակցության բնույթից Գրանադայից հետո 3+3 սա հարված չի արտաքին իմիջին Հայաստանի Դեք կարծում արևմուտքում այն որ կարող են ենթադրենք падգամավորները ծափահարություններով դիմավորել, բայց շատ եւ շատ ուժային կենտրոններում տարբեր այլ հատվածներում այդքան միանշանակ չեն ընդունում Փաշինյանի այս մանևրները, որովհետեւ պարզ տեսնում են, որ նա փորձում է ուղղակի իրեն դիրքավորել որպես զոհ, այսպես ասած, իբր Հայաստանը ժողովրդավարություն է եւ նրա վրա անընդհատ ճնշում կա եւ այդ ճնշումներից մասնավորապես Ռուսաստանն է, բայց մյուս կողմից հարց է առաջանում, եթե Ռուսաստանից ճնշումը, եթե Ռուսաստանի ճնշումը մենք համարում ենք անթույլատրելի, բա այդպես ինչպես ենք համաձայնում Ադրբեջանի հետ հարաբերություններ զարգացնել, որը որևէ ձև չի տարբերվում Ռուսաստանից։ Այս միտքը իհարկե շատ եմ ասել, նոր բան չեմ ասում, բայց շատ կարևոր բան է, քանի որ եթե մենք խոսում ենք դիկտատուրա ժողովրդավարություն պարադիգմի մասին, ապա երբանից է Ադրբեջանը ժողովրդավարություն, որ Հայաստանը ձգտում է, պատառոտում է իրեն եւ ամենուրեք անգամ Ալիևի առանց Ալիևի մասնակցության փորձում է թվեր ֆիքսել, այսինքն երբեք ժողովրդավարությունը դիկտատուրայից խաղաղություն չի մուրացել, նման բան գոյություն չունի։ Երբեք նման բան չկա։ Նույնը Իսրայելի պարագայում։ Պատկերացնում եք Իսրայելը գնա Իրանին կամ ասենք թե Հեզբոլլահին խնդրի, որ իրանք պայմանագիր կնքեն, որ խաղաղություն լինի եւ խնդրի աղաչի ամեն ձևով հայտարարի թվեր, որ Հեզբոլլահը կամ Համասը ընդունեն այդ թվաբանությունը տարածքային, որ նույնիսկ իրենք չգանել, չմասնակցեն, դա չհամարի վիրավորական, որ նույնիսկ չել բարեհաճում Ալիևը գալ Գրանադա եւ առանց Ալիևի ներկայության թվեր են խոսում եւ սա այստեղ համարում են որպես լուրջ ձեռքբերում, որ առանց այն մյուս երկրի համաձայնության ներկայության իրենք թվերի մասին են խոսում, որ իբր թե դրանով
փաստի առաջ են կանգնում Ադրբեջանը հստակ ասում է որևէ բան իրենք չեն պատրաստվում ընդունել։ Այստեղ հարցը դա է, այս մանևրները ինչքան են տևելու։ Հայաստանը պիտի կողմնորոշվի։ Եվ ընդ որում ասեմ շատ դժվար է այդ կողմնորոշումը, այն առումով որ ինքը եթե տարիներ շարունակ իր տնտեսության վրա ուշադրություն չի դարձնում, եթե ինքը չի բազմազանեցնում իր արտադրությունը, եթե ինքը ինստիտուցիոնալ ռեֆորմներ չի անում, պետական ինստիտուտների դիմադրողականությունը չի բարձրացնում, անընդհատ զբաղված են ներքին ինտրիգներով, տարբեր տեսակի պառակտումներով, հրճվելով, չգիտեմ սրա նրա վրա կամ անընդհատ ներսում թխավության նոխազներ փնտրելով, բայց արդյունքում լավ ենթադրենք բոլորը մեղավոր են, հետո ինչ դրանից ինչա փոխվում։ Ասենք Պողոսը մեղավոր է Արցախը հանձնելու մեջ, ենթադրենք։ Դրանից հետո ինչ քայլեր է անում Հայաստանը, որ ամրապնդի իր անվտանգությունը։ Եթե մարդկանց թվում է, որ Ֆրանսիայի հետ համագործակցելով բոլոր այդ հարցերի պատասխանները ստանալու են, ոչ, դա կարևոր քայլ է, իհարկե կարևոր քայլ է։ Ով էլ ասի, մենք դրա մասին անընդհատ ենք ասել, տարիներ շարունակ ենք խոսել դրա մասին, որ պետք է Հայաստանը դեռևս այն ժամանակ 10 թվից առիթ էր հարմար իրավիճակեր փոխելու այդ վեկտորը։ Դա համար մենք խնդիր ունենք վստահելու իշխանության, արդյոք իշխանությունը իսկապես պատրաստակամ է, ունի այդ կամքը քաղաքական գնալու դեպի արևմուտք, այսինքն խնդիրը միայն այդ գնալ պայմանագրեր ստորագրել չի, ամբողջովին ֆունդամենտալ փոխել պետության մոտեցումները, վերակառուցել ինքը ըստ էության իր եղած չեղածը, թե չէ դա համար ես հիշեցեցի, որ 2005-ին էլ էին մարդիկ շատ հույսեր կապում արևմուտքում Քոչարյանի հետ, որ քանի որ իսկապես ՆԱՏՕ-ի հետ այնտեղ որոշակի բաներ կնքվեցին, փաստաթղթեր մասնակցեց, սկսեց Հայաստանը խաղապահ ծրագրերին եւ այլն, այսինքն եւ 2008-ին Սերժ Սարգսյանը 2008-2009-ից սկսեց արևելյան գործընկերությունը, դրանք բոլորը արևմուտքում մեծ այսպես խոշորացույցի տակ էին դնում եւ ասում են տեսեք Հայաստանը այլևս Ռուսաստանի հետ որևէ կապ չունի, հետո նորից տեսա որ համակարգային կախվածությունները որևէ մեկը չէր քչացրել։ Դրա համար հիմա էլ մենք կարող ենք խոսել օրինակ նույն երկաթգծի մասին, երբ որ խոսում է Նիկոլ Փաշինյանը, երկաթգիծը պատկանում է Ռուսաստանին, օպերատորը երկաթգծի Ռուսաստանն է, ատոմակայանը Ռուսաստանն է, ինչպես է Հայաստանը, ինչ այստեղ է հարցը, եթե Հայաստանը օրինակ վաղ օրինակ ազգայնացնի երկաթգիծը, սա լուրջ քայլ կլինի, ոչ թե այն որ ինքը ենթադրենք Ֆրանսիայի հետ ունի այսօր շատ կարևոր է, նույնպես եմ ասում, որպեսզի սխալ չհասկանան ինձ հանկարծ անընդհատ ենք դրա մասին խոսել, Ֆրանսիայի հետ հատկապես Հունաստանի հետ պետք է զարգացնել, Միացյալ Նահանգների հետ, էլի երկրների հետ, որոնք պատրաստ էին աջակցել եւ հիմա էլ ըստ էության պատրաստ են։ Բայց կարևոր քայլերից մեկը տնտեսական կախվածություն, այսինքն փող տվողի, կոպիտ ասած, փող եկող աղբյուրի անկախությունը պետք է մենք տեսնենք, որ նոր հասկանանք, որ այս մարդիկ իսկապես թե չէ խնդրեմ 3+3 են անելու։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էլի շարունակում ցիտել, ինչն է փոխվել այդ դեպքում։ Ռուսաստանի ներկայությունը Սյունիքում ավելանում է ավելի ու ավելի։ Որն է այդտեղ ավելի ծանրակշիռ Ֆրանսիայի հայտարարությունը ենթադրենք, որ իրենք ամեն ինչով կաջակցեն Հայաստանին, թե ռուսական կոնկրետ ներկայությունը կոնկրետ գետնի վրա, հողի վրա։ Դա հենց դա պետքա դրանից ազատվել ու ես ուզում եի հարց տայի ինչպես ես գնահատում աշխատանքը արևմուտքի հետ, բայց նորից ուզում եմ վերադառնամ ելույթին Փաշինյանի, երբ նա ասաց, որ Հայաստանը պատրաստ է խորացնել հարաբերությունները Եվրոմիության հետ, այնքան ինչքան որ Եվրոմիությունը կցանկանա։ Սա շատ լավ հայտարարություն է, բայց դա լավ կլիներ, երբ որ դա աներ Բայդենը, որը որ մեծահոգաբար կուզենար խորացնել Եվրոմիության հետ հարաբերությունները, բայց որ մենք ունենք Ուկրաինայի օրինակը, որ տեսնում ենք, եթե դու պետք է ասես ինչ ես ուզում, փոքրն է գնում մեծի մոտ, ոչ թե փոքրը մեծին ասում է մենք խորացնենք ինչքան դուք ուզեք։ Չգիտեմ, սա քաղտեխնոլոգների սխալն էր, սա քաղաքական սխալ էր, ինչ էր սա։ Այդ հայտարարության մեջ չլսեցինք օրինակ ՍԵՊԱ-ի մասին խոսք գնալուց չլսեցինք, որ նույն տնտեսական մասը, որը որ հանվել էր Սերժ Սարգսյանի ժամանակ, հա, նա Ռուսաստանի ճնշումներով, որ Հայաստանը ցանկություն ունի
այդ մասը վերադարձնել եւ ասոցիացիայի պայմանագրի վերածել։ Ասենք կոնկրետ գծեր գծել։ Այն էլ Եվրոմիության հետ, որտեղ գիտենք շատ մեծ բյուրոկրատիա կա, շատ դանդաղաշարժություն կա, խոսել նրա մասին կխորացնենք այնքան ինչքան դուք ուզեք, իսկ իրենք գիտեն իրենք ինչ են ուզում, իրենք գիտեն ինչ ակնկալ են Հայաստանից, չէ՞ որ Հայաստանը նոր է քայլեր արել։ Ես գիտեմ այս հարցի պատասխանը, բայց շատ կարևոր է քո կարծիքը։ Իրականում ինքը ճիշտ է ասում, որ այդ սահմանը համագործակցության որոշվում է երկուսի կողմից։ Այլ հարց է, թե որ կողմն է ավելի նախաձեռնողը։ Ես քեզ հետ համաձայն եմ այդ առումով։ Եվրամիությունը միշտ ունեցել է մի սկզբունք, more for more է կոչվում, ավելի դիմաց։ Ըստ էության ինքը դրան էր հղում անում, մի բան ինքը 2018-ել է դա ասել, բայց եթե հիշում եք 2018-ին ինքը երբ որ ելույթ էր ունենում, երբ որ իրեն հրաժարվեցին գումարներ տրամադրել, ինքը ասում է, գիտեք, ինձ պետք չեն ձեր գումարները, եթե ես մեր օլիգարխների գրպանները թափ տամ, այդ գումարները այնտեղից էր ես կվերցեմ, այսպեսի մի արտահայտություն էր արել ինքը ժամանակին, հենց Բրյուսելից վերադառնալուց օդակայանում հարցազրույց, երբ որ մամուլի ասուլիս տվեց դեռ մինչև վերադառնալը։ Եվ դա շատ տհաճ եւ շատ տգեղ իրավիճակ էր իրականում։ Հիմա նորից ինքը փորձում է ավելի շատ դեր կատարել, այսպես որ ինքը ամբողջովին շարժվում է արևմտյան արժեքներով եւ ինքը հասկանում է Եվրամիության քաղաքականությունը, որը ավելին դիմաց սկզբունքի վրա է հիմնված, բայց այստեղ հենց ձեր ասածն է, որ պետությունը, տվյալապագամ Հայաստանը, ինքը պետք է ձևակերպի իր պահանջները եւ կարիքները եւ ներկայացնի Եվրամիությանը, բայց այստեղ ինքը կարծում եմ խոսում էր այն մասին, որ թե որքան կխորանան այդ հարաբերությունները Եվրամիության հետ, ինչ որ առումով կապված է նաև նրանից, թե որքանով դա կցանկանա Եվրամիությունը, այդ առումով ճիշտ է ասում, որովհետև ենթադրենք պայմանական ասած, ենթադրենք Հայաստանը Աստված տա մի օր ասի, որ ինքը ուզում է դառնալ Եվրամիության անդամ, դա իհարկե բավարար չի, որպեսզի Եվրամիությունն էլ ծափ տալով ասի դե շատ լավ, հենց բավական է, որ դու ցանկանաս, մենք կսկսենք այդ գործընթացը։ Ըստ էության ինքը երևի դա է ուզում ասել, ցույց տալով, որ մեր հարաբերությունները միևնույն է սահմանափակ են լինելու, որքան էլ որ ցանկություն միգուցե կա, կամ ուզում է ասել, որ ես ունեմ ցանկություն, բայց իհարկե այդ ամեն ինչ շատ սահմանափակ է, որովհետև կան տարածաշրջանային պարտավորություններ, խաղացողներ, եւ մենք չենք կարողանալու եւ ինչպես որ դուք եք ասում, շեշտադրում չեղավ, ենթադրենք սեպայի մասով, ինչպես պետք է խորացնենք, արդյոք Հայաստանը պատրաստ է ասոցիացիան համաձայնագիրը նորից բանակցել, արդյոք ինքը պատրաստ է խորացնել հարաբերությունը եւ դրա հաջորդ իսկ օրը Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական խորհրդարանի այդ խմբի պատասխանատուն հայտարարեց, որ մենք չենք կարող բան անել, եթե Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՀԿ անդամ, Եվրասիական տնտեսական միության անդամ։ Եվ սա այն է ինչ որ սում այդքան էլ բարդ չի հասկանալ այդ հակասությունը, որ կա մի կողմից Հայաստան որպես Ռուսաստանի դաշնակից, այն ռազմավարական դաշնակից, եւ այն որ Հայաստանը խնդիրներ ունի եւ ուզում է ինչ որ հարցով այդ խնդիրները լուծել, դիմում է Եվրամիությանը եւ այդպես գեղեցիկ ելույթ է ունենում եւ ոչ ավելի, որովհետեւ տեխնիկապես դա գլոբալ առումով Հայաստանի կոնֆիգուրացիաները չի փոխում։ Այլ հարց, որ Հայաստանը իր արժեվ դնի նման խնդիր, դուրս գալու այդ կառույցներից, հրաժարվելու տարբեր փաստաթղթերից եւ պայմանավորվածություններից, արդյոք Հայաստանը դա կարող է անել։ Սա է խնդիրը։ Չէ, Եվրամիությանը ծափահարությունների բերելը այդքան բարդ բան չի։ Շատ գեղեցիկ կարելի է գրել, որ մենք ժողովրդավարություն ենք եւ ժողովրդավարության ջատագով ենք, բայց մյուս կողմից չբացատրել թե այդ ինչպես է ժողովրդավարությունը տարածիորեն ընկերկել դիկտատուրաների առաջ եւ դիկտատուրաների հետ շարունակում է իր հարաբերությունները դեռ ավելին ինքը փաստորեն Ադրբեջանին էլ է ուզում դարձնել իրեն գործընկեր, այսինքն եւս մեկ դիկտատուրա է ուզում դարձնել գործընկեր։ Բայց մյուս կողմից պահանջում են, որպեսզի Ադրբեջանի վրա ճնշում գործադրել։ Ճնշումը դու ինքդ պիտի գործադրես։ Հենց սրա մասը խոսքը, եթե դու ինքդ ճնշում չես գործադրում Ադրբեջանի վրա, ինչպես է սպասում, որ Եվրամիության երկրները պիտի քո փոխարեն ճնշում գործադրեն։ Որտեղ է ժողովրդավարություն։ Մի խոսքով այդտեղ շատ խճճված հարցեր կան։ Եվ կարծում ժամանակն է եկել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ավելի պարզ դառնա, հասկանալի դառնա։ Այդպիսի
15 տեսակի մեկնաբանության տեղի չտա, թե ինչ նկատի ունեն այս կամ այն բանը ասելով, եւ մի թևը այսպես մեկնաբանի, մի թևը հարություն աշխան լրիվ տարբեր ձևով մեկնաբանի, դա հենց գալիս է նրանից, որ ձևակերպված չեն հստակորեն Հայաստանի ուղենիշները եւ մնում ենք նույն հին պարադիգմի մեջ, ոչ թե ընդհանրապես օթում ենք մնացել, այլ շարունակում ենք մնալ հնի մեջ։ Նրանք ովքեր որ պնդում են, որ Հայաստանը այլևս ռազմավարական գործընկեր չի, դաշնակից չի Ռուսաստանին, դա ընդամենը ուղղակի գեղեցիկ խոսքեր են։ Հայաստանը տնտեսապես է կախված եւ մեծապես շարունակում է աջակցել Ռուսաստանին տնտեսական հարցերում, ահռելի աճ են գրանցել այստեղ տնտեսական եւ որևէ գլոբալ առումով Հայաստանը հակասություն չի տեսնում։ Ավելին նրանք պնդում են, որ մենք եթե բացենք կոմունիկացիաները, Հայաստանը մուտք է, այսինքն ելք է ունենալու մտնելով Ադրբեջան, դուրս է գալու դեպի նորից Ռուսաստան։ Նորից դա շեշտում են, չէ՞։ Էլի չեն ասում են Ռուսաստանի հետ որևէ բան չենք ուզում այլևս։ Չէ, խոսքը էլի Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու մասին է, բայց դժգոհություններ ունեն, որ իրանց զենք չեն տալիս, եւ սա է խնդիրը, որ եթե զենք չեն տալիս, դե ուրեմն մեզանից մի նեղացեք, որ մենք գնում ենք Ֆրանսիայից ենք վերցնում այդ զենքը, բայց ոչ թե մարդիկ փոխվել են, հասկացել են, որ Ռուսաստանը կտա թե չի տա զենք, պետք չի, խոսքը դրա մասին է, որ եթե Ռուսաստանը նույնիսկ տա էլ քեզ այդ զենքը, դու պետք է չվերցնեիր այդ զենքը, ժամանակին էլ հիմա էլ, ոչ թե որ չի տալիս, մենք գնում ենք դեպի արևմուտք, վաղ արևմուտքը կասի չէ, մենք ռուսների հետ ուզում ենք եթանենք ավելի լավացնել հարաբերությունները, Հայաստանը կասի հա դե տեսնում եք, որ տենց չի լինում, դրա հենց սա մասն է խոսքը, որն է Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Դες ես ինչ վտանգավոր միտում տեսա, որ շատ իշխանամերձ շրջանակներից հայտարարություններ հնչեցին, որ սա Հայաստանը ձեռք է մեկնել Եվրամիությանը եւ այդ ֆոնի վրա, ասենք Հայաստանի իշխանության անդամ Էդմոն Մարուկյանը հայտարարում է, որ բա ինչպես արևմուտքը հանդուրժեց այն ինչ որ եղավ Արցախում ու այդպիսի մեղադրանքներ արևմուտքի հասցեին, գիտեք, մոտ տպավորություն է ստեղծվում, որ հիմա եթե բոլորը գիտեն, որ հայ հանրությունը արդեն կողմնորոշվել է ի տարբերություն իշխանությունների, որ պետք է վերադառնալ իր քաղաքակրթական տեղը գրավել արևմուտքում, այսինքն հենց Հայաստանն է արևմուտքի մասը, այլ ոչ թե ինչ որ տեղ է գնում։ Պարզապես վերադառնում է իր դերը։ Բայց նման կարգի հայտարարությունները, երբ որ մենք հասկանում ենք, չէ, մարդիկ ովքեր ունեն պրակտիկ փորձ Եվրոպայի կամ արևմուտքի հետ աշխատելու, որ այդպես չի լինելու։ Սա Հայաստանի մեկնած ձեռք չէր, եւ այդ ձեռքը այդպես չեն բռնելու, կա կոնկրետ գործիքը կա, որից որ մի քանի էլեմենտ դու նշեցիր։ Չի բերելու սա արդյոք մեր հայ հանրության հիասթափվելուն արևմուտքից, թե միգուցե սա բերի հիասթափվելուն կոնկրետ իշխանությունների քայլերից։ Տես, ես մի քիչ այլ կերպ եմ տեսնում այդ քո նկարագրածը, ես չեմ կարծում, որ Հայաստանում բոլորը մտածում են արևմուտքի հետ լինելու մասին։ Սա ես չեմ ասում դա լավ է թե վատ, բայց արևմուտքը կոնկրետ արժե համակարգ է։ Ես վստահ չեմ, որ Հայաստանում բոլորը այդպես պատրաստ են արևմտյան արժե համակարգով ապրել։ Նախ պետք է իմանալ այդ արժե համակարգը, երկրորդը լինել այդ արժե համակարգի մեջ, կրողը դառնալ։ Ժողովրդավարությունը, որ արևմտյան պրոդուկտներից մեկն է, ես չեմ տեսնում, որ դրա գիտակցումը կա Հայաստանում։ Դրա դաստիարակությունը, կրթությունը կա, բացարձակապես։ Խնդիրը միայն արևմուտք ասածը միայն տեխնոլոգիաները չեն։ Տեխնոլոգիաները ունեն նույն Ճապոնիան, Հարավային Կորեան, որոնք էլի մաս են կազմում քաղաքակրթական, այսպես ասած, արևմուտքի կամ զարգացած տրամաբանության մեջ ինքը միշտ արևմտյան տեսանկյունից է դիտվել Ճապոնիան, Հարավային Կորեան, Սինգապուրը օրինակ, բայց արդյոք Հայաստանը ըստ քեզ նաև արդեն այդքան վերապրել են, այո, նա դժգոհություններ ունի Ռուսաստանից, բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի խնդիրը այսօր նման բարդ ընտրություններ կատարելու մեջ է։ Հայաստանը ինքը պիտի նախ ինքը կայանա որպես պետություն, ինքը պետք է հասկանա, թե ինքը ինչ է ուզում։ Միայն խնդիրը դաշնակիցները չեն, դաշնակցի հարցը երկրորդ պլանի հարց է, դա պետք է ֆիքսել, մարդը
նախ կայանում է, հետո նոր է ընկերներ ձեռք բերում։ Եթե մարդ ինքն իրենով ոչինչ է, ով է լինի իր ընկերը, հա, կարող է լավ ընկերոջից ավելի շատ շահ ունենա կամ ավելի շատ ինքը լավ զգա, քան վատ ընկերոջից, որը իրեն վատն է ուզում կամ չի կարող իրեն պաշտպանել, բայց միևնույն է, խնդիրը նա է, թե դու ով ես, դու ինչ կրթություն ունես, դու նայ Հայաստանի կրթական վիճակը, խոսքը սրա մասին է։ Կեսում է Հայաստանում բոլորը հիմա անգլերեն են խոսում, անգլերեն են կարդում կամ ծանոթ են արևմտյան օրինակ կրթական համակարգին, հա, Հայաստանում կրթական համակարգը արևմտյան մոդելով է զարգանում, ու մենակ խնդիրը զենք զինամթերքը չի։ Հա, Հայաստանը դժգոհություններ շատերը ունեն Ռուսաստանից էլ, իշխանությունից էլ, ներողություն արևմուտքի Ռուսաստանից, այո, իշխանություններից։ Բայց նման անվտանգային խնդիրների մեջ մարդիկ, ես չեմ կարծում մի խոսքով, որ մարդկանց մոտ այդքան լրջորեն փոփոխություններ կան եւ մարդիկ հիմա ձգտում են արևմուտքում, նույնիսկ մարդիկ, ովքեր արևմուտքում են, Միացյալ Նահանգներում են ապրում տարիներ շարունակ, շատ-շատերը գովում են Ռուսաստանին։ Արևմուտքում բնակվող բազմաթիվ հազարավոր հայեր միշտ իրենց տրամաբանությամբ կախված են եղել ռուսական տրամաբանությունից։ Ինչու՞, որովհետեւ կրթության խնդիր կա։ Աբսուրդ է, աբսուրդ է, բայց դա է, բայց այստեղ, եթե դու ուզում ես, որ երկիրը արևմուտք դեպի մտածի, դա այդ խնդիրը պետք է սկսել կրթությունից։ Այսինքն խորքային փոփոխություն պիտի լինի մեթոդների կրթության, քննադատական մտածողության զարգացման։ Դա վերաբերում է ընդ որում անգամ այն մարդկանց, ովքեր իրենց արևմտամետ են համարում Հայաստանում։ Ախր դա այդպես ուռա գոռալով չի, էլի, արևմուտքը այդպես ինչ-որ այդպես պաթոսներ չեն։ Արևմուտքը ծանրագույն քաղաքակրթություն է նաև, այսինքն որպեսզի կարողանաս մաս կազմել դրա։ Դա այդպես ուզելով կամ բանով ասելով չի, որ մի անգամ դու դարձար արևմտյան մարդ եւ հետևեցիր։ Սկսենք օրինակ նույն հանդուրժողականությունից։ Ժողովրդավարություն կամ պատասխանատվության ինստիտուտից։ Սա բոլորը մեղադրում են ուրիշներին։ Այդ որտեղ է այդտեղ արևմուտք, որտեղ տեսել արևմուտքում մարդիկ իրանց վրա չվերցեն։ Խնդրեմ, Նեթանյահուի թիմը քանի հոգի վրա վերցրեց, չէ՞, պատասխանատվություն տեղի ունեցածի համար։ Բա որտեղ է Հայաստանում այդ արևմտյան մոտեցումը, թե մենակ ուղակի մեծ խոսելով է։ Մարա ջան, ինձ համար արևմուտքը, ես արևմուտքում սովոր է տարիներ շարունակ ապրել եւ այնտեղի լավն ու վատն էլ գիտեմ, չեմ կարող ասել, որ իդեալական պատկերացում, որտեղ ամեն ինչ փոխվում է, բայց շատ-շատերից կարծում եմ, որ բավականին լավ է պատկերացում, նրանք հատկապես ովքեր չեն եղել, չեն սովորել, կենցաղը չեն պատկերացնում այնտեղի։ Դա հեշտ չի։ Այսինքն ասելով չի։ Դրա համար ինձ համար այդ մարդիկ, ովքեր իրենց համարում են արևմտամետ Հայաստանում, դեռ հարց է, իրենք արևմուտք ասելով ինչ նկատի ունեն։ Այդ ո՞րն է իրենց արևմտամետությունը, որ ուղղակի իրենք համարում են, որ Ռուսաստանը պետքա դուրս գա այստեղից, դա արևմտամետության հետ կապ չունի։ Իմիջիալոց արևմտամետների կամ իրենց արևմտամետ հռչակողների դու երևի այն քիչ մարդկանցից ես, որ արևելքից եւ հարավային երկրներից ավելի շատ նկարներ ունես, քան արևմուտքից, չնայած ապրելու եւ սովորել ես արևմուտքում։ Հայաստանում մենք տեսնում ենք մեր շատ նույնիսկ գործընկերներ չարաշահում են այդ պահը, գնալով ասենք արևմուտք միտեղ նկարվելով կամ մի որևիցե գործիչի կողքին կանգնելով, դրանից հետո ետ գալ եւ ներկայացնել, որ արևմուտքի հետ ամեն ինչ լուծված է, արևմուտքի հետ ասենք շատ լավ հարաբերություններ ունեն եւ իրենք բոլորից լավ գիտեն ինչ է լինելու, գիտես մեն ինձ հիշեցնում ուկրաինական YouTube ալիքներում ադրբեջանցի մի բան կա, գործիչ կա, Յունուսը Գորգ է իր թիկունքում կախած Վաշինգտոնից բացատրում է թե ինչ անելու 15 րոպե հետո Բայդենը ինչ որոշումներ է կայացնելու բան ու գիտես եթե ասենք սոցիալական ցանցերի կամ այն մարդկանց ովքեր որ ասենք շատ չեն խորանում թեթև են վերաբերվում բավականին մեծ դիտումներ ունեն իմիջիալից հատկապես Ադրբեջանը խրախուսում է նման գործիչներին իրականում Հայաստանում շատերը շփոթում են դա հեռուստատեսային եթեր չէ սա YouTube-ային եթերներ են իսկ երբ որ գործը հասնում է հեռուստատեսայինին շատ ժամանակ դրանք պարզապես չեն ներկայանում նու ասենք նույն Յունուսին նույնիսկ չեն հրավիրում խոսքը ինչի մասին է որ մարդիկ ավելի շատ
ոչ թե լինելուն, այլ թվալուն են զարկ տալիս եւ փորձում են շատ ժամանակ նաեւ իրենց համոզել, որ իրենք ինչ որ մեկի հետ հանդիպեցին, ինչ որ բան խոսեցին, ուրեմն իրենք ամեն ինչ գիտեն եւ արևմուտքի հետ ամեն ինչ արդեն լավ է ու իրենք այդ հարցերը որոշում են։ Ցավոք սրտի նման այս իմիտացիոն գործընթացները նաև Ուկրաինայի դեպքում է, ես տեսնում եմ, որ մինչև այս օֆիցիալ այցերը ոչ օֆիցիալ այցեր կային, մարդիկ գալիս էին, հանդիպում էին ինչ որ մեկի հետ էին գնում Հայաստան եւ ես ու այստեղից շատ լավ գիտեմ ում հետ են իրենք հանդիպել եւ Հայաստանում ներկայացնում էին, որ իրենք Ուկրաինայում շատ լուրջ հարցեր են լուծել, շատ լուրջ, ասենք, ծրագրերի են ծանոթացել։ Գիտես, այդ ամեն ինչի մեջ ավելի շատ վտանգ կա, թե չգիտեմ, ինչպես վերաբերվենք սրան։ Դե կա, վտանգ կա, Մարա ջան, դա պոպուլիզմ է կոչվում էլի քաղաքագիտության մեջ այդ տերմինը ժամանակին այլ իմաստով են օգտագործում, բայց ինքը կամաց-կամաց դառնում է ոչ միայն Հայաստան, ընդհանրապես աշխարհում պոպուլիզմը մի առանձին ճյուղ է դարձել, երբ որ մարդիկ առանց հավատալու այդ արժեքներին, որ ինչին իրենք հղում անում են, իրենք խոսում են դրա մասին, եւ դու տպավորություն ես, որ ինքը դրա կրողն է այդ արժեքների, բայց իրականում ինքը այսօր այդպես ասում, վաղ այլ կերպ է ասելու, եւ սա առաջացնում է իհարկե լուրջ խնդրեմ, որն է իրականությունը, ի վերջո մարդը ասեց, դու եթե հավատում ես այդ մարդուն, մտածում ես եւ այդ մարդը այդպես մտածում է, որ ասում է, բայց դա մոտավորապես նման է բաժակաճառերի այդ մակարդակին, երբ որ կարող է տեսնել շատ գեղեցիկ մարդը բաժակաճառ է ասում ընկերության մասին, չգիտեմ, սրբությունների մասին, ինչ որ բաների մասին, բայց տարածորեն 2 րոպե հետո ինքը կարող է ունեց մի հատ բան անել իր ընկերոջ հանդեպ կամ չգիտեմ ինչ որ բանի հանդեպ, որ ուղղակի չես հասկանում ոնց է տեղավորվում, էլի մարդը ոնց կարա մի բան ասի, բայց ընդհանրապես չկրի այդ արժե համակարգը։ Արևմուտքը բարդագույն եւ շատ, գիտես, հեշտ չի արևմտյան մաս լինելը, հատկապես չգիտեմ, արժի արդյոք դրա մասին մենք խոսենք։ Այո, ես շատ հանդիպումներ եմ ունեցել, որոնց մասին մենք երբեք չենք խոսել եւ ՆԱՏՕ-ի իրենց գլխամասային գրասենյակում եւ Վաշինգտոնում բազմաթիվ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, Եվրամիության ներկայացուցիչների հետ փակ բաց ֆորմատներով Հայաստանը ինքն իրեն է կապել Ռուսաստանի հետ եւ սա է մեր ցավը եղել, որ բոլոր առումներով ենթակառուցվածքներով իր ազդեցության նույնիսկ գոտիներով, բիզնեսներով, անձնապես եւ ոչ անձնապես կապել է Ռուսաստանի հետ։ Ու դա այս մեխանիզմը շատերին օգուտ է բերել, անձնապես օգուտ է բերել նաեւ։ Ու հիմա հարց է, թե Հայաստանը ինչպես պիտի ազատվի դրա մասին մենք պետք է մտածենք, ինչպես ուժեղացնել Հայաստանի տնտեսությունը, բայց ոչ այնպես ինչպես հիմա, որ ամբողջովին ռուսական ստեղծության շուկայի հետ կապված, ինքը մեծապես աջակցելով նաև ռուսական շուկային եւ որևէ ձև չխոչընդոտելով այդ հոսքերին ֆինանսական եւ ապրանքների շարունակում են մնալ եւ Եվրամիությունը փորձում է ինչ-որ բաներում իրեն համոզել, որ Հայաստանը երևի թե այս անգամ պիտի գնա դեպի արևմուտք, բայց էլի արևմուտքն էլ երաշխիքներ անվտանգային չի կարող տալ։ Նա չի կարող տալ եւ առավել եւս գիտես այստեղ սխալ կամ պրոբլեմատիկ հատված այն է, որ Հայաստանը ինքը ասում է, որ ես օրինակ համաձայն եմ Ադրբեջանի հետ շատ լավ հարաբերություններ ունենալ։ Օգնեք ինձ ունենալ այդ հարաբերությունները։ Եվ հետո հղում է անում Ալմատայի գործընթացին, որը ԱՊՀ-ի ստեղծման սկիզբն էր։ Հղում է անում նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Խոսում է խաղապաններից ռուս։ Չի խոսում այն մասին, որ Հայաստանում դեռևս շարունակում են ռուս սահմանապահներ լինել։ Չգիտեմ, ես չեմ ուզում ամբողջովին ասել, որ իրենք տապալում են արևմտյան ուղղությունը, բայց արևմտյան ուղղության զարգացումը այսպես չի լինում համենայն դեպս։ Վրացիներն էլ այդպես դեկլարատիվ սկսեցին անել, դեռևս 2004-2005 թվից Եվրամիության դրոշները դնել, բայց դա չի բավարար, այսինքն այո, հաճելի է, չէ՞ որ գնում ես Թբիլիսի կամ Վրաստան ամենուրեք Եվրամիության դրոշներ են, բայց նման բան է դա դրոշը դնելով չի, որ դառնում ես այդ դրոշի կրողը եւ հիմա այնպես է, որ Վրաստանում
մարդիկ բոլորը շրջվել են դեպի արևմուտք, անգամ ամեն ինչից հետո ինչ որ տեղ ունեցավ, որտեղ այդ փոկումը, այդ գործընթացը կատարելու համար պիտի նաև առնվազն նվազեցնես ռուսական ներկայությունը, ռուսական ազդեցությունը նվազեցնել։ Հայաստանում արդյոք ռուսական ազդեցությունը նվազել է։ Եվ ես մի անգամ եմ ասել, նրանք պահպանում են նույնը, բայց ավելի քիչ պատասխանատվություն են հիմա էլ կրում։ Այսինքն ժամանակը կարող են ենթադրենք դժգոհություն հայտնել, որ բա ինչի այսպես չի, ինչի այնպես չի, բայց հիմա դժգոհությունը հայտնում են եւ ինչ, դրանից ինչ է փոխվում։ Հայաստանը նույնիսկ 3+3-ով եթե գնալու է, եթե շարունակելու է ինքը Ռուսաստանի հետ այս հարաբերությունները պահպանել, ոչինչ չփոխելով, միայն զենք զինամթերքը դա բան չի փոխելու։ Ну, իհարկե կարևոր դա կետ է, բայց դա բան է։ Դա կաթիլ է ամբողջ այդ օվկիանոսի մեջ էլի։ Կարևոր բան է, շատ կարևոր, նույնիսկ եմ ասում, շատ կարևոր է, լավին լավ ասել, այո, շատ կարևոր է մենք որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները խորացնենք։ Բայց եթե դա պիտի սահմանափակվի միայն ռազմատեխնիկական, այսինքն միայն զենքը պիտի տրամադրեն սպառազինությունը, բայց ամբողջ մարտավարությունը եւ ռազմավարությունը չեն փոխելու բանակի եւ զինված ուժերի։ Ապա դա ընդհանրապես նշանակում է, որ մենք նորից կանգնելու ենք կոտրած դաշտակի առաջ, էլի դիմելու են Ռուսաստանին, Ադրբեջանին կանգնեցնելու կամ չէ բան անելու համար, կամ Սյունիքը ամբողջովին թողնելու են ռուսական վերահսկողության տակ, որ նրանք թույլ չտան, որ ադրբեջանցիները ինչ-որ բան անեն, կամ այդ Միչանսկի պարագայում անունը կդնենք խաչմերուկ, չգիտեմ, ինչ-որ գեղեցիկ բառերով կկոչենք, բայց արդյունքում ինքը կլինի ռուսների եւ ադրբեջանցիների վերահսկողության տակ եղած Միչանսկ, միգուցե ինչ-որ հայկական էլեմենտներով ու կհամարվի, որ ամեն ինչ թերևս նորմալ է եւ մենք գնում ենք խաղաղության երկու դիկտատորաների ձեռքերից բռնած փաստորեն։ Այսինքն փոխանակում ենք ավելի նվազեցնենք դիկտատորաների ներկայությունը եւ ազդեցությունը Հայաստան։ Մենք գնում ենք մի հատ էլ Ադրբեջան ենք ավելացնում։ Մարդասպան, ցեղասպան երկիր է դա։ Ոնց է դու իր այդ գնում այդ հարաբերությունները հաստատելու։ Տես հիմա նորից վերադառնանք այն պահին, երբ որ ինչպես անել, որպեսզի արևմուտքի հետ հարաբերությունները չտապալվի, ինչպես անել, որպեսզի նվազեցնել կախումը այդ դիկտատորական ռեժիմներից, բայց հարցս մի քիչ ավելի լայն ձևակերպեմ, տես մինչև Զելենսկու հետ հանդիպել է, բավականին շատ հատկապես հյուսիսային Եվրոպայի երկրներում վերաբերմունքը Հայաստանի հանդեպ ծայրահեղ անվստահելիություն կար։ Հիմա այս մեսիջը կարծես սկսել է փափկեցնել եւ նույնիսկ ադրբեջանական լոբիստները չեն կարողանում գտնել նոր, քանի որ չկա Բաքվից դեռ նոր նարատիվներ այդ ուղղությամբ, իրենք միշտ ներկայացնում էին Հայաստանը որպես Ռուսաստանի սատելիտ եւ դրանով համարում են Հայաստանի հետ ամեն ինչ բարձ է։ Հիմա այս այցերից հետո, հանդիպումից հետո մեղմվել է եւ բավականին Հայաստանի իմիջը դեպի դրականն է գնացել։ Օրինակ, քո կարծիքով այդ հարցի շրջանակներում, որ ինչպես չտապալել արևմուտքի հետ հարաբերությունները Ուկրաինայի հետ, օրինակ դու ինչպես ես տեսնում, ինչ զարգացումներ կարող են լինել, որպեսզի ավելի շարժումը լինի դինամիկ, ավելի Հայաստանը լինի հասկացված, ընդունված Ուկրաինայի հետ հարաբերություններում նաև եւ ընդհանուր արևմուտքի հարցի շրջանակներում։ Նախ այն որ իմիջային փոփոխություն կա, համաձայն եմ, դա ավելի շատ վերաբերում է Ռուսաստանից դժգոհությունների, արևմուտքի դժգոհությունների աստիճանի բարձրացմանը եւ այդ ֆոնին բնականաբար ցանկացած մեկը, որը դիմում է արևմուտքին, կրկնակի ուժգնությամբ, այսպես ասած, ցանկություն է լինում աջակցել, օգնել այդ պետությանը։ Այո, իհարկե, բայց ես կուզեի ավելի շատ, ասենք խոսել այն մասին, որ իսկապես հիմա արևմուտքի կողմից որոշակի ընդհանուր դրական վերաբերմունք կա Հայաստանին, հաշվի առնելով բոլոր նաև շատ լավ իրենք հասկանում են, որ բաներ կան, որ պոպուլիստական են, բաներ կան, որ այդպես չեն իրականում, բայց այդպես ներկայացում են, այսինքն որոշակի դաշտ են տեսնում աշխատանքի։ Համար այստեղ վերադառնալով քո ամենաառաջին հարցին, մեզանից է կախված, թե մենք ինչ կարող ենք անել։ Ուղղակի խնդրեմը Հայաստանում նախ այն է, որ այսօր ես չեմ տեսնում, որ իշխանությունը ունի հանրային լայն աջակցություն։
Հայաստանը այսօր մեծապես պարակտվածության մեջ է։ Եվ սա բացարձակ որևէ ժողովրդավարության հետ աղերս չունի։ Այն որ բոլորը բոլորի դեմ են, բոլորը բոլորին ատում են, իրար վիրավորում են Facebook-ով եւ ամենուրեք, ամեն մեկը մյուսի վրա ինքնահաստատվում է, փաստեր են բերում մեկը մյուսի սխալներից եւ այդպես մեղավորությունը մեկ այս մարդն է, մեկ այն մարդն է եւ երբեք պետական համակարգը այդ առումով փոփոխման չի ենթարկվում, որտեղ պետական համակարգը մեղավոր չէ, մեղավոր են մնացած բոլորը։ Սա ժողովրդավարություն չի, նախ սկսենք դրանից։ Եվ քանի չկա այդ կոնսենսուսը ներքին, արտաքին դաշտում փոփոխությունները չեն կարողանալու մեծապես ազդել այս իրավիճակի վրա, հատկապես որ կա նաև արտագաղթի նորից մեծ հոսք, կան տնտեսական լուրջ խնդիրներ, եւ այդ առումով եթե մենք հիմքի մեջ ներքևներում մենք խնդիրները չենք լուծում, վերևներում խոսքը վերաբերում, այսինքն արտաքին վեկտորներին, դրանք մնալու են նորից էլի այնպես ինչպես որ կան։ Եթե դու չունես ուժեղ պետականություն, պետական ուժեղ համակարգ, ուժեղ քաղաքացիական հասարակություն, դու չես կարողանալու արևմուտքի հետ համագործակցել։ Արևմուտքը այսօր խնդիր ունի Հայաստանում հասարակական հանրային կառույցների հետ աշխատելու, այսինքն ՀԿ-ների հետ, որովհետև կամ լրիվ ուրեմն հակաիշխանական ՀԿ-ներ են կամ լրիվ պրոիշխանական ՀԿ-ներ են, միշտ նրանք պիտի լինեն ըստ էության անկախ, ոչ թե այս կողմկամենքով, բայց այդպես չես կարող դու աշխատել, մի քանի ՀԿ կա, մի քանի NGO-ներ կա, որոնց հետ ենթադրենք, հա, իրանք այդքան հակաիշխանական չեն, մի քիչ կարողանում են աշխատել, բայց դա չեղավ քաղաքացիական հասարակության։ Քաղաքացիական առանց քաղաքացիական հասարակության դու ինչ պետություն ես կառուցում, դու ինչ արևմուտք ես գնում, առանց համալսարանների աջակցության, առանց գիտական եւ ակադեմիական շրջանակների աջակցության, դու ո՞նց ես գնալու։ Որտենց միայն ելույթով չի, այսինքն մենակ ինքը պատրաստվում է 4 հոգով գնալ, ես ավելին ասեմ, այսօր դեսպաններ կան արևմուտքում, Հայաստանի դեսպաններ, որոնք ժամանակին աջակցել են Սերժ Սարգսյանի Եվրասիական տնտեսական միությանը միանալու քաղաքականությանը։ Մարդիկ աջակցում են, ասում են դա ճիշտ է, դա շատ կարևոր է եւ մենք պիտի գնանք այդ ուղղությամբ։ Այսինքն ինչպես են այդպես, այսինքն ոչ թե դու այդպես ասում ես, ստացվում է որ կարող են մարդիկ մի օրում փոխվել, այսինքն Նիկոլ Փաշինյանը կարող է մի օրում դառնալ արևմտամետ, նա երբ է եղել արևմտամետ, որտեղ է ինքը արտահայտվել իր արևմտամետություն։ Ինչու՞ հիմա Սիրիայում մեր զորքը մնում է։ Ես դա համար ես ուղղակի կարող ենք վերացական խոսել թե ինչ կարելի է անել, որպեսզի մենք օրինակ Ուկրաինայի հետ իհարկե պետք է հարաբերություններ, նախ եւ առաջ պետք է ընդունել Գոլոդոմորը, շատ կարեւոր բան է։ Քայլերից մեկը, որը պիտի աներ Հայաստանը եւ չի արել մինչեւ օրս անգամ չի մասնակցում միջոցառումներին, որպես հարգանքի տուրք սուտ ուղակի։ Հա պետք է տնտեսական հարաբերությունները զարգացնի Ուկրաինայի հետ։ Բայց դե Ուկրաինան էլ հասկանում եք, Ուկրաինան էլ ինքը այդպես չի որ մեծապես ցկտում է դեպի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացում, տարբեր պատճառներով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ։ Ես անկեղծ չեմ նախանձում իշխանություններին այսօր, որոնք բարդ ընտրությունների առջև են կանգնած, բայց դա նաեւ իրենց պատասխանատվությունն է, իրենք են ընտրել, իրենք են ուզել այս ճանապարհով գնալ, իրենք են գծել այս սխեմաները, թե ոնց են գնում, իրենք են ընտրել հարցազրույցներում խոսել են մասին, որ Պուտինը իրենց ասել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ինքը հարգում է։ Դա իրենց մոտեցումն է, որ տեսեք Պուտինը մեզ լավ բաներ է ասել ժամանակին։ Թե ինչպես կստացվի, երևա ժամանակը ցույց կտա, ես չեմ կարող այդ կիսել շատերի ողջավորությունները, չգիտեմ ինչի վրա են ողջոր։ 5 տարվա մեջ Հայաստանի իշխանությունը ինչ արդյունքներ է գրանցել, որ հիմա պիտի ամենաբարդ քայլը ինքը կարողանա անել, հա, Ռուսաստանից անցում անել արևմուտքին։ Դա ամենաբարդ բաներից մեկն է, շատ են դժվար, նույնիսկ այսօր Լեհաստանը խնդիր ունի ի վերջո ազատվելու ռուսական ազդեցությունից, անգամ մերձ Բալթյան երկրներ լինելով Եվրամիության անդամ դեռևս այդ խնդիրը չեն լուծել ամբողջովին։ Բայց թող սկսեն լուստրացիայից, խնդրեմ, թող սկսեն լուստրացիայից։ Արևմուտք գնալը դա է նշանակում։ Արևմուտք գնալը կոնկրետ քայլ է, թող սկսեն բացահայտել հոկտեմբերի 27-ի դեպքերը։ Թող խոսեն թե Պերմյակովը ինչ էր անում, ինչի այդ բաները եղան։ Մարտի 1-ը, նու լավ, մարտի 1-ը մի փոքր այլ թեմա է։ Բայց դրանով է սկսում, այսինքն
փաստային հիմք պիտի լինի, տենց միայն դեկլարատիվ գեղեցիկ բառերով ոնց ես դու պատկեր, այսինքն համակարգը դրանից չի փոխվելու այդ ելույթներից։ Ենթակառուցվածքները դրանից չեն կայանալու։ Դա համար հիմա այնպեսի տպավորություն է, որ պետք է ամեն օր մենակ խոսեն ամասի մենք արևմուտք են գնում, թե արևմուտք չեն գնում։ Պիտի կայացնենք այս պետությունը առաջին հերթին։ Կոնկրետ քայլեր դու շատ կարևոր նշեցիր փաստ, որ պետք է ազգայնացնել այն ամենը, ինչը որ կոռուպցիոն ճանապարհներով ընկել է Ռուսաստանի տիրապետության տակ։ Սա նաև կհանի Հայաստանը այդ կախվածությունից։ Արդյոք կարող ենք երազել նման քայլերի մասին, նման համարձակության մասին։ Երազել կարող ենք, համարձակություն ես չեմ տեսնում, որովհետև դու ինքդ էլ տեսնում ես, որ իշխանությունները շատ զգուշավոր են ու իրենք էլ իրականում շատ լավ հասկանում են, որ դա այդքան հեշտ բան չի։ Եվ իրենք կարծում ես, այսինքն որ Հայաստանի իշխանությունները կարող են վեր կենալ եւ վաղ ասել, որ իրենք ազգայնացնում են ամեն ինչ։ Չգիտեմ, ես չգիտեմ, թե մենք այդ կարգի ենք նաիվ դարձել, որ մտածում ենք, որ այս իշխանությունները մի քայլ է մնացել, էլ պետք է դել անեն ու վերջ, ամեն ինչ տեղը կընկնի։ Մենք ընդհանրապես ախր ամբողջ հարցը սա է, որ սա դու էլ նշեցի այդ բառը իմիտացիոն գործընթաց է դա։ Դա համար ես որևէ ձևով իմ մոտ ոգևորություն չի առաջացնում այդ իրենց տարբեր հարթակներում ելույթները, քանի որ դրա տակ գլոբալ առումով շատ քիչ բան կա։ Մեծ առումով իրենք Եվրամիությունից փող են ուզում, եթե թարգմանենք այդ ամբողջ ելույթը, դա նշանակում է մեզ փող տվեք, հնարավորինս շատ, որ մենք նույնիսկ փախստականների խնդիրները բիզնեսի ենք վերածում, էլի փող տվեք, մենք այդ փախստականներին պահենք։ Չէ, ինչ անենք, ուրեմն թող գնան այս երկրից։ Տնտեսական զարգացման, ինչ որ արդյունաբերություններ, լուրջ ինչ որ զարգացման միտված նախագծեր կան, ընդհանրապես գումարներ, այս կամ այն պրոյեկտը իրականացնել, դա լավ հարց է, ինչ պրոյեկտներ են իրականացնում։ Տնտեսական զարգացումը, Հայաստանը ինչ օրինակ համագործակցություններ ունի Եվրամիության այս կամ այն երկրի հետ լուրջ, բացի հումքի արտահանումից կամ մի քանի ուրիշ բանից։ Նույնիսկ այդ երասխավանում այդ գործարանի հետ կապված Ամերիկայի դրոշը դրեցին, հեսա ադրբեջանցիները վախենալու են փախնելով գնան։ Դա ո՞նց կարելի է այդ մակարդակի իջացնել ամեն ինչը։ Դրեցին հետո փախան ադրբեջանցիները։ Վախեցան ամերիկյան դրոշից, հա։ Հայաստանը արևմուտք գնաց, որ այդ դրոշը տնկեցին այնտեղ։ Ես անկեղծ եմ ասում, մի քիչ բարդ է պոպուլիզմի հետևից անընդհատ փաստարկներ բերելով գնալ։ Մարդիկ էլ ովքեր այդ բաները ասեն, պետք է մի քիչ պատասխանատվություն ունենան։ Այսօր ասեցին, վաղը լրիվ ուրիշ բան են ասելու կամ հրաժարվելու են իրաց խոսքերից։ Որ տենց ասելով մենք պետություն չենք կառուցել։ Այդպես են արել, 30 տարի տենց են արել։ Մեծ խոսել են։ Մենք բանակ ունենք, աշխարհի ամենաուժեղ բանակն է։ Մենք սփյուռք ունենք, աշխարհի ամենաուժեղ սփյուռքն է։ Մենք ամենահինն ենք։ Ու տենց։ Բայց իրականում մենք ստեղծել ենք համակարգ պետական, չէ։ Պետական ինստիտուտները այսօր արդյունավետ են աշխատում, չէ։ Սփյուռքի հետ համագործակցությունը ինչ մակարդակի վրա է հասել։ Վատ, Զարե Սինանյանը որևէ բան ըստ էության գլոբալ առումով չի արել։ Ես չգիտեմ մեկ տեղ Սփյուռքում, որտեղ նախ գիտեն ինչ պետք է անեն իրենք, որևէ մեկը կոորդինացնի կամ իրանց ասի ինչ կարիք կա կամ ոնց ինչ մեխանիզմներ, սխեմաներ կան աշխատելու, չկա, գոյություն չունի։ Սա հենց սրա մասին է խոսքը։ Դու ունենաս քո ձեռքի տակ այդ ռեսուրսները, այդ գործիքները դու չօգտագործես, դա արևմտամետ լինելու չլինելու այդքան էական բան չունի։ Հետո պետք չի ֆետիշացնել, ես նույնպես եմ ասում, պետքա դադարել այդ ֆետիշացումը, այնպեսի տպավորություն, ոնց որ արևմուտքը, եթե դու արևմուտք ես դեպի գնում, դու ոչ մի խնդիր չես ունենալ, էլի դու պիտի աշխատես, դու քո անելիքներն են դրանք, ոչ թե արևմուտքը պիտի, այդ նորից հասկանում եք, մարդ տարիներ շարունակ խոսել ենք արևմուտքի մասին, որ արևմուտքը մենք պետք է լինենք արևմուտքի գործընկերը, բայց սա երբեք չի նշանակի, որ մենակ դա է մեր խնդիրը։ Բալասան չի։ Ոչ թե բալասան չի, այլ դա միջոց է ընդհանրապես, բայց ոչ թե նպատակ։ Քո նպատակը բանը չի, բայց նոմինալ ուղղակի ասես ես արևմուտքի հետ եմ։ Դու պետք է նորից շարունակես քո կյանքը ապրել, քո պետությունը կառուցել։ Քո ընկերը այսօր, եթե դու ճիշտ ընկեր ես ընտրում, իհարկե նա օգտակար կլինի, բայց նա քո փոխարեն ինքը չի սարքել։ Հարավային Կորեան, որ դարձավ Հարավային Կորեան, նրանից չի, որ նա դարձավ Միացյալ Նահանգների գործընկերը։ Գործընկեր դարձավ, որտեղ ինքը ուզեց փոխվել։
Եվ ընտրեց ճիշտ գործընկեր, այդքան բան, այսինքն ճիշտ գործընկեր ընտրել, բայց ոչ թե ինքը ասել վեր, կարևորը մեր միակ խնդիրն է, որ բոլորին համոզենք, որ մենք պետք է լինենք Միացյալ Նահանգներ, ու վերջ, մեր բոլոր խնդիրները տեղով լուծված կլինեն, հակառակը։ Սկսվում է մի նոր գործընթաց պետականաշինության, բայց արդեն ճիշտ հիմքերի վրա, ճիշտ մոդելների վրա, ճիշտ ընկերների հետ։ Չէի ուզենա, որ համեմատությունս իրականություն դառնար, բայց կոնկրետ Ուկրաինայի պահով, տես Պորոշենկոն հենց այդ իմիտացիոն քաղաքականությունն էր վարում, որը որ բերեց ավելի մեծ աղետի։ Երբ որ ասենք Ուկրաինայի հանրությունը կոնսոլիդացվեց Զելենսկու շուրջ, որովհետև Զելենսկին կոնկրետ խնդիրներ դրեց, կոնկրետ հարցերը լուծելու համար, արևմուտքից այլ վերաբերմունք ստացանք, բայց այնպես չէ, որ հիմա մեր մոդելը իդեալական։ Մենք ստանում ենք կաթիլ առ կաթիլ քերելով, ինչ որ պետք է մեզ, մենք ենք գնում։ Մեր մոտ էլ շատ մեծ խնդիրներ կա, մենք այդ անցումային փուլում ենք, այդ կոռուպցիան, ասենք, այդքան հեշտ չի, չեն իմիջիայլոց մասշտաբները այնպես չէ, ինչպես ռուսական լրատվամիջոցներն են փորձում ներկայացնել, պարզապես մեր մոտ դրանք լուսաբանվում են, դրա համար է թվում, բայց տես կոռուպցիան տարբեր է լինում, միայն կոռուպցիան չի, ստե հենց վերաբերմունքն է, մտածելակերպի դեռ անցողությունն է, այո, մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու եւ մենք նույնիսկ հիմա տեսնում ենք շատ հարցերում, օրինակ Ուկրաինան արևմտյան շատ երկրներից ավելի առաջադեմ է եւ եթե առաջ խնդիր էր դրվում համապատասխանել արևմուտքի ստանդարտներին, հիմա շատ ձայներ են հնչում, իսկ արևմուտքը մեր պես կարող է։ Արդյոք որ մենք լինենք Եվրոմիության անդամ, դա մեզ հենց այն օգուտը կտա, որը որ մենք ենք ակնկալում, արդյոք այդ ՆԱՏՕ-ն, որը որ երկու պետություն կամ մի պետություն անընդհատ խոչընդոտում են դրա զարգացմանը, կոնկրետ ավելի արագ որոշումներ ընդունելուն, արդյոք դա հենց այն մեր տեղն է, որը որ մեզ պետք։ Այսինքն հիմա մեր մոտ ավելի շատ ձայներ են հնչում մեր տեղը աշխարհում արևմուտքի հետ ավելի ադապտացված, այսինքն կա կոնկրետ տեսլական ինչպիսին պետք է լինի Ուկրաինան։ Հայաստանը նույն կերպ պիտի լինի, նաև Հայաստանը դու խոսեցիր կոռուպցիայի մասին, Հայաստանում կոռուպցիան չի դադարում։ Եվ այդ քաղաքսանիկական հարաբերությունները տարբեր ուղղակի ավելին քան երբևէ եղել են եւ նույնիսկ ակնհայտ ձևով եթե առաջ թաքցնում են։ Հետևաբար եթե մենք ուզում ենք արևմուտքի նման լինել, այսինքն պետք է գրանցենք իրենց արդյունքները, արդյունքի վրա պետք է միտված լինի ցանկացած գործողություն, ոչ թե վերացական օթում ուղղակի մարդիկ բան անեն, որ մենք արևմուտք ենք, բայց արդյունքով ոչ մի արևմուտք ինձ համար նշանակում ունենալ ուժեղ պետականություն, ունենալ ժողովրդավարություն, ունենալ շատ հզոր կրթական համակարգ, ունենալ լուրջ տնտեսություն, դիմակայուն տնտեսություն, որը կա եւ ունենալ բազմաթիվ լավ ընկերներ, որոնք ամեն վարքյան քո կողքին են լինելու, եթե դու դրա կարիքը ունես։ Իսկ եթե չունես, խնդիրը քո ընկերոջ մեջ չի, նորից եմ ես ասում, այդ պարադիգմալ փոփոխությունը մտքում պետք է անել։ Խնդիրը նորից, խնդիրը դաշնակիցը չի, խնդիրը դու ես, թե դու ինչ տիպ, այո, թե դու ինչ տիպի պետություն ես, որտեղ իհարկե, եթե դու այս տիպի ես, դու ունես այս տիպի քո նման ընկերներ։ Երբ որ քո տիպաժը կփոխես, քո ընկերները արդեն բնականաբար չի կարա Ռուսաստանը լինի։ Ինչ գործ ունես դու Ռուսաստան թող ինքն անով ապրի։ Ինչ կապ ունի Ռուսաստանը ունեք իմ պատկերացրած զարգացման մոդելի հետ, ոչ մի։ Ես որևէ առանց բանի եմ ասում, այսինքն մի կողմ թողնենք Ռուսաստանի բոլոր վատ բաները։ Զուտ եթե վերցնենք որպես զարգացման մոդել, ես չեմ տեսնում Հայաստանը Ռուսաստանի մոդելով ինչպես պիտի զարգանա։ Այդտեղ չկա զարգացման մոդել։ Ես չեմ պատկերացնում ինչպես պիտի օրինակ Հայաստանի խորհրդարանը նման լինի Ռուսաստանի խորհրդարանի։ Պետական կառավարման համակարգը ռուսական պետական կառավարման համակարգի, տնտեսական համակարգը Ռուսաստանի տնտեսական մի կողմ ենք նույնիսկ եմ ասում, մի կողմ թողնենք բոլոր տեսակի վատ բաները, որ մենք գիտենք Ռուսաստանի մասին, ոչ թե որովհետև արևմուտքին ես ուզում եմ, որ կուրորեն մենք հետևենք, այլ ես տեսնում եմ, որ այդտեղ այդ մոդելները կան եւ դա արդյունք է տվել, մենք տեսել ենք պատմության ընթացքում, որ այդ մոդելները արդյունավետ են եղել զարգացման առումով, բայց տես Ճապոնիան իր ձևով է զարգացել, Սինգապուրը իր ձևով, Հարավային Կորեան իր ձևով, տարբեր երկրներ։ Նույն Լեհաստանը, ինչ Լեհաստանը, ուղղակի եվրոպական երկրներ չի ուզում թվարկել, որպեսզի հեռու լինեն, բայց տեսնենք, որ այդ մոդելները ինչպես են աշխատում։ Նոր Զելանդիան վերցնենք, հա։ Էլի երկրներ կարող թվարկել, որոնք նույն համակարգն են կրել, ամեն մեկը իր առանձնահատկությունները ազգային, աշխարհագրական, անվտանգային առանձնահատկությունները հաշվի առնելով, ամեն մեկը նորովի այդ մոդելները ներկայացել, այսինքն մեր խնդիրն է այսօր զարգացման հայկական մոդելը հասկանալ, որը հաշվի կառնի մեր բոլոր շահերը։
որտեղ իհարկե արևմուտքը մեծ տեղ պետք է ունենա եւ առանց բնականաբար Ռուսաստանը, որտեղ նա պարզապես ձախողած մոդել է, ինքը անընդհատ ու անդադ ձախողել է այդ բոլոր նախագծերը, բայց ինքը նաեւ կարողանում է ինչ-ինչ ձևերով շարունակել մնալ եւ պահպանել ահռելի տարածություններ եւ Ռուսաստանը խնդիր է բոլորի համար, հետեւաբար չի կարող Հայաստանը մեկ sense շարժումով ուղղակի մի հատ sense ճտիկով, այսպես ասած, դուրս գալ ամբողջովին Ռուսաստան, դա կամած, բայց այդ process-ը պիտի սկսես, դու եթե քեզ փոխեցիր, ոչ մեկ քեզ չի կարողանալու կանգնեցնել, հենց դու քեզ սկսեցիր փոխել։ Իմջալոց երբ որ զրույցների ժամանակ մեր գործընկերները արևմտամետ ճամբարից երբ որ լսում են, որ ասենք Ուկրաինայում այս կամ այն հարցում իրենց տեսակետն ունեն եւ արևմուտքի հետ համաձայն չեն, բայց միևնույնը շարունակում են այդ ուղղությամբ, շատ զարմանում են, չէ, ինչպես կարելի է, ոնց արևմուտքը, ասում եմ, չէ, արևմուտքը հենց իմաստը դա է, որ դու պետք է քոնը անես ու նախ առաջին հերթին քո հարցերը պետք է լուծես, ոչ թե ինչ որ չկա այդ բալասանը դրա համար ասացի, որ այդ որ արևմուտքը շատ հարցերն է սխալվում, Մարատ, ամբողջ խնդիրը նա է, որ պետք չի իդեալիզացնել ոչ մեկին։ Խոսքը նա մասին չէ, որ դա նշանակում է, որ ուրեմն պետք է ռուսները չգնան, նույնց եմ ասում, որպեսզի նրանք ովքեր կարող է ճիշտ չմեկնաբանեն իմ ասածը, Ռուսաստանը մենք որևէ ընդհանրություն չունենք, դա չի քննարկվում։ Բայց արևմուտքի հետ արդեն խնդիրներ են, ընդ որում եվրոպական, այսպես ասած, մոդելները տարբերվում են ամերիկյան մոդելից։ Ու էլի անգամ ժողովրդավարության առումով, օրինակ տեսեք, Միացյալ Նահանգներում կա մահապատիժ, եվրոպական երկրները չունեն մահապատիժ։ Եվ սա մեծ խնդիր է առաջացնում նրանց մեջ։ Կամ տնտեսական մոդելները օրինակ Միացյալ Նահանգներում լրիվ կապիտալիզմի վրա է հիմնված, այսինքն լիբերալ բանի վրա է շուկայի, իսկ օրինակ եվրոպական պարագայում որոշ երկրներ սոցիալիստական ուղղություն ունեն։ Եվ դա իրենց մեջ ահագին հարցեր են առաջացնում։ Ազատությունները շատ ավելի շատ ունեն Միացյալ Նահանգներում, քան եվրոպական երկրներում։ Ժողովրդավարության կամ նույնիսկ կրոնի դերակատարությունը, կրոնը մենք դա մասին քիչ ենք խոսում, կրոնը շատ մեծ կարևորություն է ունենալ Միացյալ Նահանգներում, բայց ոչ այդքան, ինչքան եվրոպական երկրներում։ Մշակութային հարցերը, պահպանողականությունը օրինակ շատ ավելի մեծ է Միացյալ Նահանգներում, քան եվրոպական երկրներում։ Եվ այդպես տարբեր բաներ, այսինքն շատ տարբեր են։ Ֆրանսիան տարբերվում է Իտալիայից, Իսպանիան տարբերվում է Շվեդիայից, Շվեդիան տարբերվում է նույն Հունաստանից, նրանք էապես հաճախ տարբեր եւ իրար հաճախ իրանք չեն պատկերացնում ինչքանով են իրանք մոտ, հա։ Բայց մենք ընդհանուր մի հատ արևմուտք ենք ասում, դա խորքային հիմա դու հարց ես բարձրացնում, ընդհանրապես ինչ է արևմուտքը եւ մենք ինչպես ինտեգրվենք, բայց մեր խնդիրն է իսկապես գտնել այդ եզրերը եւ ես կարծում դրա կարեւորագույն քայլից մեկը տնտեսական ինտեգրացիան է։ Ինչքան դու սկսեցիր շփվել եւ հատկապես զարգացնել այդ մոդելները եւ անգլերենին զարգ տա, մի բան որ չի արվում այստեղ։ Դա համար մեր համալսարանում օրինակ ուսանողները շարունակում են էլի ռուսական գրականությամբ շատ հաճախ բան անել։ Նույնիսկ արևմտամետները, այո, աշխարհին նայում են ռուսական գրականությունը։ Թարգմանված քիչ են, անգլերենը իրանց այդքան ուժեղ չի, նույնիսկ համալսարաններում էլեկտրոնային գրադարանների խնդիր կա, մարդիկ դոստուպ չունեն այդ էլեկտրոնային գրադարաններին, որը ամբողջ աշխարհի համալսարանները ունեն։ Հայաստանում 1 թե 2 համալսարան կա, որ էլի այդպես առանձնապես բան չի, որ մարդը կարդա ժամանակակից գրականություն, էլի գնում է սովետական, ռուսական, ինչ որ բաներ կամ քիչ թե շատ թարգմանած հայերեն բան։ Սրանք բոլորը խնդիրներ են, մեր համակարգը ոտքից գլուխ ինքը 30 տարի եղել է նմանեցրած ռուսական մոդելների։ Amma այստեղից է պետք սկսել, այդ բոլոր բաները փոխվեն, տեսեք հիմա փոխվում են օրինակ բարեկային ծառայությունը, լավ է, բայց ինքը կարողանում է աշխատել իր բանը, ոչ, կարող է աշխատել, իհարկե կարող է աշխատել։ Սա կարևոր բան է, որը մեկը քեզ չի խանգարում, փոխի բարեկային բանը, փոխի առողջապահական համակարգը, փոխի կրթական համակարգը, փոխի։ Չեմ կարծում, որ ռուսները գալու են մեր ձեռից բռնեն, ասեն, ինչու եք դուք օրինակ, ասենք, այս հեղինակին անցում։ Եթե թույլ տան կարող անեն, բայց չեմ կարծում էլի, որ այդ վիճակի ենք մենք։ Թող անեն։ Սեպան իրականացնենք Սեպան առնվազն, բայց դու շատ կարևոր բան ասացիր, վերադարձ պիտի լինի ասոցիացիոն համաձայնագրի։ Օրինակ այսօր խոսում են, այսօր ասելով այս քանի օրը Եվրամիության վիզայի լիբերալիզացման մասին, դեռևս այդ հարցը օրինակ բաց է մնում, չկա, չեն դրել այդ հարցը։ Խոսում են ուղղակի վիզաներ տալու մասին, բայց ժամանակին օրինակ մինչև
իրենց ասոցիացիոն համաձայնագրի կետերից մեկը, որ քննարկվում է, նաև վիզա լիբերալիզացիան է, բայց այդ բանը չկա։ Շատ երկրներ այսօր էլի չեն հավատում Հայաստանին։ Հա, ցավոք սրտի այո։ Գիտես, որովհետև հենց այդ իմիտացիոն երևույթները նաև մոլորեցնում են մեր հանրությանը։ Մենք աշխարհի հետ կոմունիկացվելու դեռ խնդիրներ ունենք։ 1 ժամը շատ արագ անցավ, նաև բարձրացեցինք խնդիրներ, խոսեցինք լուծումներից, բայց երևի թե 1 ժամը քիչ է։ Հուսամ հաջորդ անգամ ավելի շատ առիթ կունենանք լուծումներից խոսելու եւ մեր աջակցությունը ինչպես միշտ Մեծագույն բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են, հա։ Ես նաև շնորհակալ եմ քո բոլոր դիտողներին, որովհետև բացառիկ ես նայում եմ, ասենք, կոմենտները, բան շատ կարևոր է, երբ որ դրանք կարող են լինել քննադատական, բայց երբ որ իրենք առողջ ձևով են արվում, ես նույնիսկ պատրաստ եմ լինում պատասխանել կամ անդրադառնալ հարցերին, որտեղ չկան վիրավորանքներ կամ բան, որտեղ հիմա դարձել է սովորական բան, երբ որ մարդիկ ուղղակի մեկը մյուսին վիրավորելով են խոսում։ Այնպես որ շնորհակալություն շատ քո լսարանին, շատ հասուն, շատ կայացած լսարան։ Գիտես, ինչ է ցուցադրում, որ իրոք մեր հանրությունը շատ ավելի առաջադեմ է, քան քաղաքական գործիչներն ու շատ իշխանավորներ, եւ մենք ունենք հենց այդ հիմքը, մեր հայ ժողովուրդը, մեր հայ հանրությունը, ինքը իրոք հենց արևմտյան ցիվիլիզացիայի ներկայացուցիչը, մեր լսարանը վկա։ Ես շնորհակալություն եմ հայտնում նաև մեր լսարանին, հուսամ լայքերն ու բաժանորդագրվելն ու տարածելը շատ ժամանակին կարվի, որովհետև YouTube-յան ալգորիթմը, եթե մի քիչ ուշ է արվում, արդեն խարխլվում է։ Դրա համար շնորհակալություն քեզ Գևորգ ժամանակ գտնելու համար։ Ես եմ շնորհակալ շատ։ Եվ ամենայն բարիք, ամենակարևորը խաղաղություն Հայաստան։